11 տարի առաջ Տիկին Արմինեն եկավ մեզ մոտ եւ մեր հենց գիտության խորհրդի ճաշարանում բոլոր շահորների արչեւ կատարեց երգեր։ 12 թվին 14 տարի առաջ, պարոն Մովսեսյան։ Լսում եք, չէ՞։ Եվ այդ պահին մի հատ տատիկ մոտեցավ, ասեց, գիտեք ինչ, շատ լավ, ամեն ինչ լավ, առանց բայցի, բայց մարդիկ կան, որ տենչում են ձեզ, բայց հասանելի չի իրենց համար, իրենք անկողնային են։ Ով տատիկ։ Տիկին Անտոնինը, որը տարեսների տանն է, գանված անկողնում, ինքը շատ է սիրում իր այցում մշակույթ։ Մտնում ենք անկողնում պարկացա Տիկին Անտոնինան, իմիջայլոց տարեսների տանը միայն նայ պարկած, արդեն թվում է թե աշխարհից արդեն անջատված, էլ ոչինչ իրեն չի անի, եւ Արմինեն սկսեց երգել։ Գիտեք, ոչ թե սկսեց իր երգերը, այլ միջ պատերազմյան երգեր։ Դուք պետք է տեսնեք ձևափոխությունը, ինչպես այդ կինը արթնացավ, աչքերը բացեց, խնդրեց, որ իրեն ուղեն նստել եւ սկսեց մաս կազմել այդ ամեն ինչին։ Այս դրվագը խոսում է նրա մասին, որ այո, այս պահին մենք կոչումներ տարբեր ուսումնական ինչ-որ փաստաթղթեր ունենք, որ ինչ-որ այս մակարդակի ենք ասել, բայց այն կոչումը, որը տրվում է ի վերուստ Աստծոց մորկատի եւ որը արյան միջով, որը կոչվում է օջախի դաստիարակություն, այս սա է կարևոր փրկարարությունը, որը փառք Տիրոջը մեր շրջապատում կան շատ այդ մարդիկ,